հենվելով կերտենք նաև ապագան։ Նրանք նսեմացնում են մեր պատմության բոլոր հերոսական դրվագները, նրանք նսեմացնում են նաև մեր ինքնությունը, այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայ ժողովուրդը ծնկի իջած վիճակում է եւ ինքը այս պայմաններում դեռևս հանդգնում է եւ բարոյական իրավունք է իրեն վերապահում, որպեսզի մոլորեցնի մեր ժողովրդին եւ ասի, որ այն ամենը, ինչ եղել է մեր նորօրյա պատմության ընթացքում, Արցախյան ազատամարտը, Արցախյան պայքարը, Արցախի ինքնորոշման գաղափարը, այն ճակատամարտերը, որտեղ մենք հաղթանակներ ենք տարել, այն մարտական գործողություններում, որտեղ նույնիսկ մենք նահանջ կամ պարտություն ենք ունեցել, բայց հետագայում նաև վերարժևորել ենք, վերագնահատել ենք եւ նաև մեզ խփել են, մենք ոտքի ենք կանգնել, այս ամենի պարագայում Նիկոլ Փաշինյանը այսօր նաև ոչ միայն պարտության, ոչ միայն պատերազմի, այլ հայ ժողովրդի նսեմացման խորհրդանիշներից մեկն է հանդիսանում։ Պարոն Օհանյան, արդյոք այդ ամենը չի դրդի ի վերջո քաղաքացիներին հունիսի 7-ին չտալ իրենց ձայնը Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ այսօր պահն է, որ հայ ժողովուրդը գիտակցի, չնայած մեծամասնությունը արդեն գիտակցում է, որ այս իշխանությունների ապիկար եւ նաեւ Արցախի մասին շատ խոսեցինք, Արցախի նկատմամբ դավաճանական կեցվածքի շնորհիվ մենք այսօր գնում ենք այսպես ողբերգական ճանապարհով, այդ ողբերգական ճանապարհը պետք է այսպես արգելափակվի այս նսեմացման եւ զրոյին տանելու ընթացքը պետք է կանգնեցվի եւ ժողովուրդը պետք է մերժի, չգիտեմ ինչ գիտակցություն մարդ պետք է ունենա, երբ որ տեսնում է, որ երկրի ղեկավարը այսպես միկրոֆոնը ձեռքը առած եւ ամբողջությամբ խափում է, ստախոսությամբ է զբաղվում, կանգնել նրա առջև, նրան լսել, նրան ծափահարել։ Ես կարծում եմ, որ հոկտեմբերի 7-ին հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի մի ամուր կերպով հունիսի 7-ին պետք է ոտքի կանգնի եւ թույլ չտա Նիկոլ Փաշինյանի եւ նրա խմբակի վերարտադրությունը։ Պարոն Օհանյան նաև խոսում էր հաղթանակից, ազատագրումից Արցախի, ասում է, որ այդ ազատագրած տարածքները իրականում եղել են 4-5 գեներալի տարածքներ, որտեղ ցորենն աճեցրել եւ թալանել են, հա։ Ինչպես կարծերանք եք այս հայտարարությանը։ Գիտեք, ինքը այդ դեպքում թող ասի ովքեր են այդ գեներալները, կարծում եմ, որ Արցախի ինքնորոշման եւ նաեւ կայուն զարգացման ճանապարհին լուրջ ուշադրություն է դարձվել եւ տնտեսությանը եւ Արցախի գյուղատնտեսության զարգացմանը եւ եթե խոսքը գնում է հենց ցորենի եւ հացահատիկի մասին, բավականին մեծ մաս է Արցախի տարածքներից հացահատիկը եւ ցորենը կազմել մեր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համար, հայ ժողովրդի համար, ինքը խոսում է նաև խոսեց նաև իր անբարոյական այն խոսքը արտահայտեց, որ գեներալներ փախել են, ես մի քանի անգամ արտահայտվել եւ այսօր էլ ուզում եմ ասել հետեւյալը, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը անձամբ փորձում է պատերազմի պարտության մեղքը միայն գցել բանակի վրա, միայն գցել զինվորականների վրա, միայն գցել գեներալների վրա։ Այնինչ Արցախի, մանավանդ Արցախի պաշտպանության բանակը 283 կիլոմետրից մեկ ամիս մինչև հոկտեմբերի 27-ը, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը 2020 թվականի պահել է 265 կիլոմետրը, այդ մոտավորապես 20 կիլոմետրանոց հատվածում է հակառակորդին հնարավորություն ընձեռնվել, որպեսզի ինքը ճեղքի պաշտպանությունը եւ զարգացնի հետագայում հարձակողական գործողությունները եւ այն հատվածով է ինքը զարգացրել, շրջանցել Արցախի պաշտպանության բանակը հասել Շուշի եւ այնուհետեւ Արաքսի հովտով զարգացնել իր զարգացումը եւ հասնել մինչեւ Գորիս,
կապան եւ մեղրի, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա է եւ այստեղ չպետք է մեղքը բարթել բանակի վրա, մեղքը բարթել ասենք գլխավոր շտաբի վրա, մեղքը բարթել զինվորականների վրա, որովհետեւ առանցքային դերակատարություն է ունեցել ռազմաքաղաքական իրավիճակի գնահատումը եւ դրանից որոշումների ընդունումը եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի ստացվել մոբիլիզացնել ազգը ամբողջությամբ, ինքը չի կատարել իր անմիջական պարտականությունները մոբիլիզացիան եւ համալրել բանակը։ Իդեպ այս պահին ես հիշեցնեմ հետեւյալը, կարծեմ մի քանի անգամ դրա մասին խոսել եմ, ես Արայիկ Հարությունյանի Արցախի նախագահի համար կազմել էի 38 կետանոց պլան, հիմնականում վերաբերվող մարտական գործողություններին, պատերազմական ժամանակահատվածին, այն կարևոր գործողությունները, որ պետք է անի պետությունը, եւ այդ կետերից մեկը ես ուղղակի մի քանի անգամ տարբեր գրիչներով ընդգծել եմ եւ վերջին անգամ դա ընդգծել եմ այսպես շրջանակներով Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ եւ իրեն ասեմ, դա վերաբերվում էր մոբիլիզացիային եւ այն ժամանակ ասել եմ պարոն վարչապետ, սա ձեր հացն է, ոչ թե հարցը, այլ հացը, դու սրա համար ես հաց ուտում եւ այս մոբիլիզացիան պետք է անես, բանակի համալրումը իրականացնես, բանակին թիկունք կանգնես, որպեսզի հակառակորդը չկարողանա իր զարգացումը ապահովել։ Այնինչ ինքը ոչ մի բան չի իրականացրել, դեռ ավելին, օրինականության հաստատման, կարգ ու կանոնի պահպանման ուղղությամբ, մարտական գործողությունների թատերաբեմում կարգ ու կանոն հաստատելու եւ թույլ չտալու, որպեսզի գործողությունների այդպես վայրերից հատվածներից փախուստ լինի, իրապահ մարմինների հետ միասին ոչինչ չեն արել այդ փախուստը կանգնեցնելու։ Հիմա մեծ հիմա խոսում է եւ ամբողջը գցում է գեներալների վրա։ Ինքն է երկիրը ղեկավարել, ինքն է եղել կառավարության ղեկավարը, պաշտպանության բանակը իրեն է ենթարկվել եւ եթե ինքը բարոյականություն ունի, խոսում է ինչ որ գեներալների մասին, թող անուն տա։ Այդ ամբողջ նահանջի ընթացքում իր ղեկավարությամբ է եղել, որ ինքը խրախուսել է Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա տվյալ ժամանակվա նախագահի հետ միասին։ Իրենք կոչումներ են տվել, իրենք հերոսների կոչումներ են տվել, ասենք իրենց անգրագետ պահվածքով, որովհետև կոչում տալը, խրախուսելը առաջին հերթին նշանակում է վերլուծել տվյալ անձնավորությունը ինչ պարտավորվածություն ունի, ինչ պարտականություններ ունի եւ դրա համար ինքը պետք է ներկայացվի խրախուսման կամ տուժի։ Ոչ մի խիստ միջոցառում ինքը չի ձեռնարկել, հիմա ասում է գեներալները փախել են։ Առաջին հերթին առաջին փախչողը ինքն է։